Հայաստանի զբոսաշրջային շուկան 2026 թվականը դիմավորում է աճի նոր ալիքով։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2026 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի զբոսաշրջության համար բավական հաջող է եղել։ Տվյալներով 14.8% աճ ունենք, մի փոքր ավել քան 1,41,000 կազմել ներգնաց զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան այս առաջին կիսամյակում։ Աճը նախորդ տարվան ժամանակահատվածի համեմատաբար եղել 14.8%, որ երկրներից հիմնական առաջին տեղում Ռուսաստանն է, հետո Վրաստանը, ամբողջությամբ վերցրած Եվրոպան, ոչ առանձին երկրները եվրոպական, հետո Իրանը։ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը աճում է նաև Չինաստանից և ծոցի երկրներից ժամանող զբոսաշրջիկների մոտ։ Այս դրական միտումը միայն թվերի աճով չի սահմանափակվում, փոխվում է նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների պատկերը, ավելանում են նոր երկրներից ժամանող այցելուները, զբոսաշրջային առաջարկը դառնում է ավելի բազմազան, իսկ Հայաստան այցելողների շրջանում աճում է երիտասարդների թիվը։ Եթե օրինակ նախորդ հետազոտության 2013 թվականի հարված հետազոտության արդյունքներով օրինակ ավելի շատ մոտ 60 եւ ավելի տոկոսը կազմում են միջին բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները այցելուների մեջ 2023 թվականի հետազոտության արդյունքներով պատկերը կարելի ասել 150-ով շուրվել արդեն 60-ից ավելի տոկոս կազմում են մինչև 44 տարեկաններ։ Քանի երիտասարդացել է նաև մեր տուրիզմը, սա նշանակում է նաև մեր զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման շնորհիվ է, որտեղ մենք արդեն ավելի հետաքրքիր, ավելի բազմազան առաջարկներ ունենք։ Իսկ թե որ վայրերն են այսօր Հայաստանում ամենաշատը հետաքրքրում զբոսաշրջիկներին, Ապրեսյանը դժվարանում է պատասխանել, ընդգծելով, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անկյուն ունի իր զբոսաշրջային ներուժը։ Ամենադժվար հարցը պատասխանեմ, որտեղ իմ կարծիքով Հայաստանի բոլոր վայրերն էլ շատ հետաքրքիր են, ամենը իր առանձնահատկություններով, բավականին պայմանավորված թե նրանով, թե ինչ ծրագրերով են գալիս, ինչ ակնկալիքներով են գալիս զբոսաշրջիկները, համապատասխան վայրեր այցելություններ լինում են։ Գնալով դիվերսիֆիկացվում համայնք հայկական զբոսաշրջային արդյունքը եւ նաեւ դրա արդյունքում նաեւ շուկաներն են դիվերսիֆիկացնում, իսկ ինչ շատ կարեւոր է մեզ համար։ Հայաստանի գրավչության մասին խոսելիս Ապրեսյանը մի քանի գործոն է առանձնացնում՝ երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, բնությունը, խոհանոցը եւ ծառայությունների որակը, բացահայտելով թե ինչն է այցելուներին բերում Հայաստան։ Բայց այս ամեն ինչի հետ, այս ամեն ինչի կողքին ամենակարևորը, որ երբեք մենք չպետք է կորցնենք, եթե դա մենք հանդարտ կորցնենք, մեր զբաղությունը կորցնենք եւ դա կորցնենք, ամեն ինչ կորցնենք, դա մեր ողջի լեգենդար ժողովրդավարությունը եւ դասությունն է, դա մեր ազգային առանձնահատկությունն է, որ մեր մտավոր խաղակարգն է, որի արդյունքում զբոսաշրջիկը այստեղ իրեն ընդունված է զգում։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի գնահատմամբ զբոսաշրջության զարգացումը չպետք է սահմանափակվի միայն այցելուների թվի ավելացմամբ։ Կարևոր է նաև այն, թե ինչ է ստանում զբոսաշրջիկը, որքան ժամանակ է մնում երկրում, որքան է ծախսում, որքան վայրեր է այցելում և արդյոք վերադառնալու ցանկություն է ունենում։